Եվ մի փոքր ուզում եմ խոսել կայսրուհու քարտից, դա երրորդ մեծ արկանն է, որը ես տեսել եմ TikTok-ում, շատ եմ ծիծաղել։ Ես ուզում եմ մի փոքր փակագծեր բացել հոգեբանական տեսանկյունից, թե արխետիպը, էներգիան, ես ինչպեսին եմ տեսնում։ Սա, երբ ես սկսել եմ, իմ մոտ բացվել է, ես երբեք ոչ մեկից չեմ սովորել, սա ես եմ ստեղծել եւ ուզում եմ մի փոքր իմանալ այս էներգիայից։ Կայսրուհին դա իմպերատրիցան է, երրորդ մեծ արկանը։ Ես կարող եմ ասել, որ դա մեր ներքին մայրն է, ով հոգ է տանում ոչ միայն իր ստեղծած նյութական բարիքների, այլև իր հոգեկան աճի մասին։ Ընդհանրապես յունգյան հոգեբանության մեջ սա անիմայի մասին է կանանցին, լիարժեք դրսևորումը, կյանք տվող, սնող, զարգացնող ուժը։ Մարդիկ, եթե ձեր թվանշանը 3-ն է եւ դուք պլյուսի մեջ եք, սա ուրեմն ձեր լույսի կողմն է, որոնք ես հիմա կթվեմ։ Այս էներգիան երբ գտնվում է իր բարձրագույն դրսևորման մեջ, մարդը դառնում է հոսքի մեջ եւ կարող է ստեղծագործել, աճել, ծաղկել, առաջ գնալով։ Այստեղ մարդ կարող է հասկանալ, որ իր կյանքը ամենամեծ ստեղծագործությունն է, գորգովանք կարող է զգալ, սեր կարող է զգալ, մարդ կարող է ունակ լինել սիրելու առանց պայմանների, տալով եւ ստանալով միաժամանակ, նյութական կայունություն կարող է ունենալ, որովհետեւ մարդ կարող է գիտակցել նյութական աշխարհի արժեքը, բայց այն չդարձնել պաշտամունք չկախվելով նյութականից, հա, փողը այդպիսի մարդկանց համար դառնում է էներգիա, որը ծառայում է ձեր եւ ձեր նաեւ շրջապատի աճին։ Եթե մինուսի մեջ եք, այստեղ ստվերային կողմը դա, այսինքն եթե բացասական է ձեր էներգիան, օգտագործում եք դուք, այստեղ կախվածություն կարող եք ունենալ նյութականից, վերահսկում, այստեղ ստվերում, հա, ձեր մութ կողմը, կայսրուհին կարող է վերածվել հենց իր կլանող մորից եկող կերպարին, այսինքն գերխնամք, դու կարող ես փորձել սնուցել մարդկանց նրանց զրկելով ինքնուրույնությունից, փորձելով ազդել խոսքի քո երեխաների վրա այլ կերպ, հա, դա բացասականն է։ Փորձելով նաև ձեզանից էմոցիոնալ կախվածության մեջ գցել, նյութապաշտ կարող եք լինել, իսկ երբ այս էներգիան փակվում է, սկսում եք գերիշխել, այստեղ վախը կորցնելու եւ վախը ինչ է քեզ կարող է դարձնել կոշտ եւ անզիջում։ Այստեղ կարող եք ունենալ